Փառք քեզ երկնային Հայր, փառք քեզ տերերի Տեր, մենք եկել ենք քո առաջ, խոնարհվելու, մենք եկել ենք քո առաջ երկրպագելու քեզ, ահա մեր կյանքը վերցրու, ահա մեր սիրտը Տեր, փոխիր մեզ Տեր, մենք հանձնվում ենք միայն ու միայն քո ոտքերի առաջ, որ դու մեզ փոխես Տեր, որ դու մեզ բարձրացնես, որ դու մեզ շնորհք տաս Տեր իմ Աստված, ահա մեր կյանքը վերցրա Տեր, փոխիր, մտցրա քո բարի կամքի մեջ Տեր, բարի, հաճելի, կատարյալ կամքիդ մեջ, շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ եմ Տեր ամեն բանի համար, շնորհակալ եմ այսօրվա համար, շնորհակալ եմ Տեր իմ Աստված, որ նորից կարողացանք հավաքվել քո անվան շուրջ, քեզ երկրպագելու, քո ժամը նվիրելու քեզ, եւ խնդրում եմ Սուրբ Հոգի, առաջնորդիր դու այս ժամերի մեջ, դու փառավորվի Տեր իմ Աստված, քո գահին նստած, ուրախացիր քո զավակներով, ու թող քո զավակները, ինչ որ անում են, հոգով, սրտով եւ ճշմարտությամբ անեն, որ դու քեզ նստած քո գահի առաջ Տեր, փառավորվես Տեր, փառավորվես ու մեծարվես, ամբողջ փառքը տալիս եմ քեզ, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն։ Փառք Աստծուն, սիրելի եկեղեցի, դուք կարող եք նստել, շնորհակալություն ձեզ, Տեր շատ օրհնի։ Ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ, որ եկել եք այսօր միասին երկրպագենք մեր Աստծուն, միասին փառք տանք նրան, որովհետև նա արժանի է, նա ավելին է արժանի սիրելիս, ավելի մեծ փառքերի քո Աստված արժանի է, այն Աստված, որին դու պաշտում ես, ամեն օր պետք է մենք ճանաչենք նրան, ամեն օր նրա մեծությունը, ինքը շատ մեծ Աստված է, մենք շատ փոքրիկ, այսպես տոկոս ենք իրան ճանաչում, շնորհակալություն, որ եկել ես, Աստված օրհնի մեզ համացանցով դիտողներին, թող Տիրոջ սերը եւ ողորմությունը միշտ ձեր հետ լինի։ Պատիվ ունեմ այսօր ձեր հետ կիսվելու այն խոսքից, որ ինչպես միշտ ոչ թե ինձանից, այլ Սուրբ Հոգուց։ Ուղղակի մի անոթ եմ, որ Աստված ինձ օգտագործում է այստեղ։ Պատրաստ եմ, ինչքան տեղ ունեմ, թող Տերը լցնի, ես էլ բաժանեմ Հիսուսի անունով։ Ես պատրաստ եմ եւ ուրախ եմ Տիրոջը ծառայել։ Գիտես, երբ որ ճաշակում ես այդ պատիվը ասեմ։ Գիտես, աշխարհը քեզ չի կարող այդպիսի պատիվ տա։ Քո երեխան քեզ չի կարող այդպիսի պատիվ տա, ոչ մեկը չի կարող քեզ նմանապես պատվել, ինչպես որ Հայրն է երկնային մեզ պատվում։ Փառք Տիրոջը, մի հրաշալի, մի գեղեցիկ այսօր ուղերձ ունեմ քո համար սիրելիս։ Գիտես, բայց ինչ կանցնեմ ուղերձից, ուզում եմ էլի այն ինչ որ Սուրբ Հոգին ասե, ուզում եմ փոխանցել։ Ուզում ես առողջ լինել։ Կարտա Աստծո խոսքը։ Գիտես ինչ ասում է Աստծո խոսքը երկսայրի սուր է, կտրում անցնում է մինչև հոդերի, ոսկորների, ոսկրածուծի մեջ։ Գիտես, երբ որ կարդում ես Աստծո խոսքը կարդում է քեզ։ Ու ընդեղից ինքը սկսում է կտրտել, հեռացնել։ Այն ինչը որ դու կարդում ես, հասկանում ես, որ դու այստեղ պետքա բժշկվես, ինքը քեզ բժշկում է եւ ոսկորներդ առողջ կլինի։ Գիտես, Տիրոջ խոսքը շատ զորավոր է։ Ես ուզում եմ, որ սիրելի եկեղեցի մենք ավելի լուրջ մոտենանք Տիրոջ խոսքին, ավելի լրջորեն մտնենք Տիրոջ տաճար։ Մենք հասկանանք, որ մենք Տիրոջ պատվերն ենք կատարում։ Տերն ասեց, որտեղ 2-3-ը հավաքվեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Հիմա Տերը այստեղ է, ու այսօր ինքը հրաշալի գործ ունի անելու։ Օրհնված լինես սիրելիս։ Այսօր մի հետաքրքիր, շատ գեղեցիկ խոսք եմ, առաջինը խոսքը, որ պատրաստում ես, դա քո համար է, հետո նոր մարդկանց ես տալիս սիրելիս։ Այսօրվա խոսքի վերնագիրը այսպես եմ գրել.
բարի անուն։ Գիտեք ինչ է խոսում, այսօր խոսելու եմ բարի անունից ու բարի գործերից։ Աստվածաշունչը ժողովողի մեջ այսպեսի մի հետաքրքիր բան է ասում ու ես սրա վրա շատ եմ մտածել։ Ժողովող 7:1 ասում է բարի անունը լավ է հոտավետ յուղից եւ մահվան օրը նրա ծննդյան օրից։ Շատ երկար մտածել եմ, ինչի ասում բարի անունը։ Գիտեք, այդ բարիու մեջ մտնում է խաղաղ մարդը, բարեսիրտ մարդ, բարեգութ ողորմած։ Իրա մեջ ինքը մեկ բառով ասում, բայց իրա մեջ լիքը բառեր է մտնում։ Բարի մարդը ասում է, բարի մարդու մահվան օրը ծննդյան օրից լավն է, որովհետև մարդը երբ որ ծնվում է, մենք հələ չգիտենք ինքը ինչ մարդ կդառնա։ Գիտես, իրական մարդ դառնում ես, երբ որ ապրում ես Քրիստոսի հետ։ Քրիստոսի սերը, գեղեցկությունը, շնորհքը գալիս է քո վրա, դու փոխվում ես։ Հները անցան, ամեն բան նոր է Հիսուսով։ Հին մարդուն թաղում ենք, դառնում ենք նոր մարդ Հիսուս Քրիստոսով ու սկսում ենք նոր վերնագրից մեր կյանքը։ Բարի անունը լավ է հոտավետ յուղից, միտեղ էլ ասում է ամեն թանկ բաներից, սիրելիներս, գիտես, ու ես մտածում էի, գիտես, ինչ է ասում մահվան օրից, գիտես, երբ որ տեսել եք, չէ, որ բարի լավ մարդիկ են մահանում, ինչպիսի մարդիկ սուկ են անում, ափսոսում են, չէ, որ նման մարդը մահացել է, ու պետք է մենք էլ ունենանք բարի անուն, գիտես, ում է պետք մարդը ունենա ամեն ինչ, բայց անուն չունենա։ Գիտեք, որ մենք այս աշխարհում ապրում ենք անունի համար։ Էսա հերթականությամբ սա այն անունի համար չէ, որ մենք մեզ ցույց տանք, թե մենք ինչքան լավն ենք։ Մենք ապրելու ենք, որ ինչ անուն ենք թողելու, ու սա դեռ հələ վերջը չի, երկնքի արքայության մեջ բացվելու է գիրք, գրքերի գիրկը։ Ու այնտեղ դու քո, ես ու դու մեր անունով պիտի կանչեն մեզ։ Ու այնտեղ պետքա լինի մեր գործերը, բարի գործերը։ Ու մենք կյանքից կյանք ենք տեղափոխվելու, սիրելիներս։ Գիտես, առաջ Կորինթացիս 15:33-ում, գիտեք, բարի անունը պահելը ինքը շատ թանկ բան է։ Պետք է մենք վերանայենք մեր կյանքը, ինչի մեջ ենք մենք։ Գիտես, առաջ Կորինթացիս 15:33 ասում է. մի խաբվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Գիտես, ժամանակն է եկել, որ մենք մտածենք, ով է մեր ընկերը, ում հետ եմ ես այսօր նստում եւ վեր կենում։ Շատ կարևոր է ով է քո ընկերը, այսպեսի մի հատ խոսք կա, ասում է, ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու, չէ՞։ Եկեք սրան ավելի ուշադրություն դարձնենք, որովհետև ով է ընկերդ եւ ինչ շրջապատի մեջ ես դու գտնվում։ Գիտես, եթե մարդը վարդ շրջապատի մեջ է, մի օր կարա իրան պահի, մի քանի անգամ կպահի, մեկը, եթե պիղծ շրջապատի մեջ ես, մի օր պղծվելու ես։ Դրա համար եկեք ուշադրություն դարձնենք, գիտես, ամեն ինչից ավել, այսօր մեր անունը պահելն է։ Բարի անունը պահելն է, ու դրա համար Աստծո խոսքը խոսում է, որ փոխի շրջապատդ։ Գործք առաքելոց 9:36-ում այստեղ մի կնոջ պատմություն կա։ Եվ ասում է Յոպեի մեջ մի աշակերտած եղած մի կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանված ասում էր այծեմնիկ, սալիքներ բարի գործերով եւ ողորմություններով։ Եվ եղավ, որ այն օրերում նա հիվանդացավ եւ մեռավ, եւ նրան լվացին դրին վերնատունը։ Աստվածաշունչը խոսում է մի կնոջ մասին, որ ինքը լիքներ բարի գործերով։ Գիտես, այս աշխարհից երբ որ մենք կգա ժամանակը, կգնանք Տիրոջ մոտ, կյանքից կյանք ենք մենք գնալու։ Մեր հետևից խոսելու են, թե մենք ինչպիսի մարդ ենք եղել։ Ու ասում է, այս կինը լիքներ բարի գործերով։ Գիտեք, ու Աստվածաշնչում ինչ որ գրված է, անգամ անունները,
ուրեմն Աստված կամեցել է, որ դա շատ կարևոր բան է, որ այստեղ գրված է։ Եվ ասում է, եղավ, որ նա հիվանդացավ եւ մահացավ, լվացին դրին վերնատանը։ Եվ Լիվդիան Յոպեի մոտիկ լինելով, աշակերտները լսեցին, թե Պետրոսը այնտեղ է։ Նրա մոտ 2 մարդ ուղարկեցին, աղաչելու, որ չուշանա, նրանց մոտ գա։ Եվ Պետրոսը վեր կացավ, եկավ նրանց մոտ, եւ երբ որ եկավ, նրան հանեցին այն վերնատունը, եւ ամեն որպեվայրիները նրա 4 կողմը կանգնած լաց էին լինում, ցույց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները, որ այծեմիկը շինում էր։ Տեսեք, իրա ինչն է, ինքը մահացել է, իրա գործերն են ցույց տալիս, ասում է, սուրբերը եւ որպեվայրիները լացում էին։ Եվ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրավ, աղոտ կարավ եւ դարձավ դեպի Մարմինը, ասաց. «Տաբիթա, վեր կաց», եւ նրա աչքերը բացավ եւ որ Պետրոսին որ տեսավ, ուղիղ նստեց։ Եվ նա ձեռքը տվավ նրան, վեր կացրեց նրան, կանչեց սուրբերին եւ որպեվայրին եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Եվ հայտնի եղավ, որ Յոպեի մեջ եւ շատերը հավատացին Տիրոջը։ Գիտեք, երբ որ այս պատմությունը ես կարդում էի այս կնոջ մասին, ես հասկացա մի բան. քո բարի գործերը, իմ բարի գործերը դատաստանի օրը հարություն են տալու։ Աստվածաշունչը խոսում է հավիտենական կյանքի եւ հավիտենական մահվան մասին։ Եվ դա որոշվելու է դատաստանի օրը։ Եվ մենք կանգնելու ենք, պատասխան ենք տալու արած ու չարած գործերի համար։ Աստծո խոսքը ասում է, ձեր բերանից ամեն դատարկ խոսքի համար պիտի պատասխան տա։ Գիտեք ինչի համար։ Որովհետև ինչ որ լեզվով ասում ես, դա գործ է դառնում։ Օրհնում ես, օրհնություն է դառնում, անիծում ես, անիծք է դառնում։ Ինչ որ ցանում ես, այն էլ պետքա բուսնի։ Ինչ որ խոսում ես, այն դառնում է գործ։ Եվ դրա համար ասում է դուք պիտի պատասխան տաք։ Ու ես հասկացա այս պատմությունից, որ կգա ժամանակը, դու ինչ էլ որ արել ես, քո գործերը քեզ տանելու են հավիտենական կյանք։ Կամ չեմ ուզում ասել հակառակը։ Ամեն ինչ դրվելու է Աստծո առաջ։ Գիտես, երբեմն մարդիկ ասում են, լավություն արեցի, ինչ չգնահատեցին, գնահատող Աստվածն է։ Աստծո խոսքը ասում է, աչդ որանում է, ձախը թող չիմանա։ Գիտես, լավություն անել եկա, բարի գործեր եկա, բայց դրա մոտիվը, դրա դրտապաճառը, շարժառիթը որն է, անում ես, ում ես ցույց տալիս։ Բարի գործերը ծածուկ արա, որ քո հայրը երկնքում տեսնի եւ հայտնապես հատուցի քեզ։ Հակոբոս 4:17, գիտեք ինչ է ասում։ Արդ ով որ բարին գիտենա ու չանե, նրա համար մեղք է։ Այ քեզ բան։ Իմացել էի կտենց բան։ Ով որ բարին գիտենա ու չանի, ասում է մեղք է իր համար։ Գիտես, ես հասկանում եմ, քանի ուշ չի, մենք պետք է բարի գործեր ունենանք, սիրելիներս, չմտածենք ոչ միայն մեր մասին, այլ մարդկանց մասին։ Գիտես, երբեմն մարդկանց հետ որ խոսում ես, ասում են, դե ինչ եք այդքան շատ մտել այդպես սուրբ կյանքի մեջ, մաքրության մեջ, այս պիղծ աշխարհի մեջ, այս ով է գնահատելու։ Գիտես, Աստված։ Ու ասեմ մի բան։ Երբ որ դու ապրում ես Քրիստոսի հետ, այդ բարի վարքի մեջ ես մտնում։ Գիտես, դա քո կյանքն է դառնում։ Ռուսերեն ասած օբրազ ժիզնի։ Դու մտնում ես այդ օբրազի մեջ, այդ կյանքի մեջ, ու դու այդ ճանապարհի մեջ ես, դու չես կարող գնալ չար բաների մեջ։ Դա քո ուղին է։ Ու այնքան հեշտ է ապրելը, այնքան հեշտ է Աստծո հետ ապրելը, չեք պատկերացնի, սիրելիներս։ Ու դու մեղքից զզվում, անգամ մեղքի կողքը չես նայում, կողմը չես նայում։ Ապրեք Քրիստոսի հետ ու բոլորս միասին, քանի դեռ ժամանակ ունենք, բարի գործեր անենք, որովհետև դրանով է որոշվելու մեր
Մենք ուր ենք գնում, այսպես ասած։ Հիմա է ժամանակը բարին գործելու։ Սաղմոս 37:27-ում այսպիսի մի բան ասում. Հետ քաշվիր չարից եւ բարի կարա եւ հավիտյան կմնաս։ Հետ քաշվիր չարից։ Աստվածաշունչը ամեն բանի մասին խոսում է, ասում է հետ քաշվիր։ Աստված չի ասում ես կգամ քեզ հետ կքաշեմ չարից, ասում է հետ քաշվիր։ Մոտեցեք ինձ եւ ես կմոտենամ ձեզ։ Որոշումները իմ եւ քո ձեռքերի մեջ են։ Ես ուզում եմ այսօր, որ մենք ավելի ամեն օր Աստծուն ավելի ճանաչենք, ավելի գնանք Աստծու մեջ։ Մի նայի աշխարհը ինչ է անում։ Աշխարհը կարող է քո վրա ծիծաղի, աշխարհը ասի, «Էս ինչ եք թողել, էս ինչ եք ման գալիս»։ Բայց դու, երբ որ գտել ես Քրիստոսին, դու միայն կծիծաղես։ Գիտես, երբ որ դու ապրում ես Աստծո հետ, Աստծո մեջ չես ծերանում, դու Աստծո մեջ հասունանում ես։ Աստծո մեջ չես ծերանում, դու հասունանում ես, որ ինչքան հասունանաս, այնքան ավելին բարի գործեր կունենաս, այնքան ավելի ճշմարտությունը կճանաչես ու կուզենաս, որ բոլորին ասես բարի լուրը, դու մենակ չես, Քրիստոսը քո համար մահացել է, հարություն առե ու դու հավիտենական կյանք ունես։ Փառք Տիրոջը մեր Քրիստոսի համար։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Առաջի Պետրոս, եկեք նայենք ինչ է խոսում Առաջի Պետրոսի 2:12 խոսքերը։ Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեր Աստծուն այցելության օրը։ Միտեղ ասում էր, մի խաբվեք, չար ընկերակցությունը ապականում, ասում է հեռու մնացեք։ Միտեղ ասում է, ով բարին գիտենա չանի մեղք է, այստեղ էլ ասում է, ձեր վարքը հեթանոսների, անաստված մարդկանց մոտ բարի պահեցեք, որ ձեզ տեսնելով, ասում է, այն ինչ ձևի որ բամբասում են չարագործների պես, ձեր գործերը տեսնելով փառավորեն Աստծուն։ Գործերը, նորից խոսում է գործերի մասին, չի խոսում տեսքի մասին, չի խոսում, որ զարդարված լինես, պչնված լինես, քեզ տեսնեն Աստծուն ուզենան, քո գործերը տեսնեն ու Աստծուն ուզենան, փափագեն Տիրոջը։ Գիտես, երբեմն մարդիկ ասում են, շատ մարդկանց հետ ենք շփվում, տարբեր պատմություններ կան, ասում են, մեզ չեն գնահատում, մեզ բամբասում են, մեր մասին չարախոսում են։ Գիտես, դրա մասին էլ Աստվածաշունչը ախր խոսում, ամեն ինչի մասին խոսում Աստվածաշունչը։ Քո ամեն հարցերի պատասխանը, սիրելի քույրս, եղբայրս, դու կգտնես Աստվածաշունչում։ Միայն թե կարդանք, սիրելիներս, ամեն օր կարդացեք, ամեն օր մտեք Քրիստոսի ջրերի մեջ ու տեսեք ինչքան խաղաղություն կունենաք, ինչքան զորություն կունենաք։ Գիտեք, երբեմն կարող է դու մտածես դու զորություն չունես, դրա համար էլ կա պատասխան։ Ասում է, երբ որ դու տկար ես, Աստված ասում է, իմ զորությունը քո տկարության մեջ է գործում։ Երբ որ դու տկարանում ես, Քրիստոսի զորությունը գալիս է։ Փառք Տիրոջը։ Գիտես, փառք Աստծուն, սիրելիներս։ Ասում է, չարախոսում են, բամբասում են, թող խոսան։ Ինչքան պետք է խոսան, սիրելիներս։ Արդարություն ասում է, լույսի պես դուրս կգա Աստծո խոսքը ասում է։ Գիտեք ինչ է ասում Մատթեոսի 7-րդ գլխի 16 խոսքը։ Իրանց պտուղներից նրանց ճանաչեք։ Իմ մասին խոսում են, ինչ պիտի խոսան։ Թող տեսնեն պտուղները քո սիրելիս։ Թող մեր պտուղները տեսնեն, ասում է, իրանց պտուղներից նրանց ճանաչեցեք։ Միթե փշերից խաղող են խաղում, կամ տատասկից թուս։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, չար ծառ չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում,
կտրում է եւ կրակի մեջը գցվում։ Ուրեմն իրանց պտուղներից ճանաչեք իրենց։ Խնդրում եմ նկարը տեղադրեք։ Ահա այսպիսին մի նկար, սիրելիներս։ Սա բարի պտուղներով ծառն է։ Գիտեք, սրա վրա ինչեր են զարդարված, հոգու պտուղներն են։ Իսկ որն են այդ պտուղները, ինչ տեսնեն, իմ ու քո վրա ինչ տեսնեն, որն են այդ հոգու պտուղները, սեր, խնդություն, խաղաղություն, ժուշկալություն, բարություն, հավատ, քեզություն, եւ որ քաղցրություն, այո, տեսնեն, ժուշկալություն, գիտեք ինչ ուժեղ բան է, չափի մեջ լինել։ Այսպիսին, երբ որ տեսնեն, իրոք շատ կուզենամ, որ ամեն մեկս այս ծառի նման ծաղկած լինենք, հոգու պտուղներով լցված։ Այստեղ մեր գործերն են, այստեղ մեր սերն է, սիրելիներս։ Ասում են, նայեք պտուղներին, ինչքան էլ իմ քրոջ մասին խոսան, ես տեսնում եմ, ես աչքեր ունեմ, չէ, տեսնում եմ նրան։ Էնպես որ դրա համար է չմտահոգված, եթե քո մասին խոսում են, ասում է պտուղներից ճանաչեք նրանց։ Հաջորդը մի նույնպես շատ հրաշալի պատմություն, դա գրված է Հովհաննես Ավետարանի 15-ի 1-8 խոսքերում։ Այստեղը նույնպես շատ եմ սիրում։ Մանավանդ երբ որ Քրիստոսն է խոսում։ Ես եմ ճշմարիտ որդը, եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձ անում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Տեսեք, նորից խոսում է ամեն ճյուղ, ծառի մասին է նորից խոսում, սիրելիներս։ Ասում է ամեն պտուղ, որ պտուղ չի բերում, կտրում է իմ հայրը։ Դուք արդեն մաքուր եք ինձանով, դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի, կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Ինչպես որ ճյուղը իր անձիցը կարող չի պտուղ բերել, եթե որդումը չմնա, այնպես էլ ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում է մնում եւ ես նրանում շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Տեսեք, ես կխնդրեմ նորից տեղադրեք այդ նկարը։ Հիսուսը այստեղ իրան համեմատում է որդատունքի հետ, սիրելիներս, համեմատում է խաղողի վազի որդատունքի եւ բացատրում է շատ պարզ, շատ հասարակ, ասում է, ես որդատունքն եմ, իսկ դուք ճյուղերն եք, եւ այս ճյուղերը ամեն մեկը հաստատված է Տիրոջ վրա, եկեղեցին հիմքը Քրիստոսն է, իսկ մենք պատվաստված ենք Տիրոջ հիմքի վրա, բայց գիտեք մի հատ շատ կարևոր բան էլ ասում է իմ հայրը մշակն է, մեր բառերով ասած այգեպանն է, այստեղի այգեպանն է, մենք Քրիստոսից սնվում ենք, մեծանում ենք, պտուղ ենք տալիս, բայց գոյություն ունի այգեպան, այգեպանը ինչ է անում, պաշտպանում է այգին, ժամանակ առ ժամանակ մտնում է, ծառերը չորացած ճյուղերը կտրում է, մշակում է հողը ու պաշտպանում է իր ծածկոցի տակ։ Եկեք շարունակենք։ Ես որդն եմ, դուք ճյուղերն եք, նա որ ինձանում է մնում եւ ես նրանում։ Նա շատ պտուղ է բերում, որովհետեւ առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Շատ պարզ գրված է։ Հիսուսն է ասում, ես չեմ ասում։ Առանց ինձ ասում է ոչինչ չեք կարող անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղ եւ կչորանա։ Եվ ժողվում են նրանց եւ կրակի մեջ գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում, իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ էլ որ կամենակ կխնդրեք, կլինի ձեզ։
Սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Սիրելիներս, ամեն ինչ շատ պարզ է գրված։ Եթե այսօր ես ու դու մենք տնկված ենք, չկասկածես, մենք Քրիստոսի որդատունքի վրա ենք։ Մեր սնուցումը այնտեղից է, մեզանից չի։ Եթե մեզանից լինի, մենք կչորանանք։ Ու հայրը ժամանակ առ ժամանակ մտնում է եկեղեցի, ստուգում է, որ ճյուղերն են չորացած, որն է չորացած կտրում եւ հեռացնում է, սիրելիներս։ Եվ գիտեք, ասում է, ով որ մնա ինձ, իմ վրա եւ իմ խոսքերը պահի, ինչ էլ որ խնդրեք, ասում է, կստանաք, սիրելիներս, կստանաք։ Փառք Աստծուն, մեր Աստված շատ մեծ խոստումներ ունի մեր համար, բայց միշտ ինքը ամեն բան իր մոտ կարգ ու կանոնի մեջ է։ Այդ խոստումից առաջ կա պայման։ Մոտեցումն էլ է քեզ ցույց տալիս։ Ինչպես անես, որ դա քո մոտ ստացվի։ Բայց շատերը մտածում են ոչ մի բան չանեն, մի հատ աղոթեն կամ զանգեն մի հատ իմ համար աղոթեք ու իմ մոտ ստացվի։ Չկա այդպիսի բան։ Ասում ա, որ եթե կենաք ինձ անում իմ խոսքերը ձեզանում, կենան ինչ որ կամենաք, իմ խոսքերը ձեզանում, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք կլինի ձեր համար։ Փառք Տիրոջ, սիրելիներս, մեր Աստված բարի Աստված է։ Գիտես, ինչքան որ բարի է, միևնույն ժամանակ խիստ է։ Գիտես ինչի համար, որ մենք չկորենք, որ մենք չչորանանք, որ մենք ձևական ճյուղեր չլինենք, պտղատու, գիտես, միակ նպատակը Քրիստոսի գալու աշխարհ, որ մարդկությանը փրկի, դա էր նպատակը, սիրելիս։ Այսօր իմ ու քո առաջի գործը, բարի գործը մարդկանց Քրիստոսին քարոզելն է, որ պտուղներ ունենանք, սիրելիներս, դա է մնալու հավիտյան գանձ ու գործեր ճամփենք երկինք ու հետևից մենք գնանք, մեզ էտ ամնում անել։ Ինչ է ասում Հռոմեացիների 2:6-11-ը։ Հռոմեացիների 2-րդ գլխի 6-րդ խոսքը, որ նա ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա։ Ասում է, ամեն մեկին իր գործերի պես հատուցում կտա, ով Աստված։ Նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում, եւ փառք, եւ պատիվ, եւ անապականություն են որոնում, հավիտենական կյանք։ Նրանք, որ բարի գործերի մեջ են հարատևում, մի օր չեն անում, երկու օր անում, երրորդ օրը հիասթափվում ու գնում, ովքեր որ հարատևում են, ասում է, հայրը նրան տալիս է փառք, պատիվ, անապականություն են որոնում, հավիտենական կյանք, բայց նրանց, որ հակառակությունից են եւ ճշմարտությանը անհնազանդ եւ անիրավության ետևից գնացած, բարկություն եւ սրտմտություն, նեղություն եւ տառապանք այն ամեն մարդի վրա, որ չարություն է գործում, առաջ հրեայի, հետո հույնի, իսկ փառք եւ պատիվ եւ խաղաղություն ամեն բարի գործողին, առաջ հրեայի, հետո հույնի, որովհետեւ Աստծո մոտ աճառություն չկա, Աստծո մոտ տարբերություն չկա, հրյա ես թե հույն ես, եթե դու մնում ես Տիրոջ խոսքի մեջ, պատվելու է Տերը քեզ, բարձրացնելու է Տերը քեզ ու գումարած ամենամեծը հավիտենական կյանք։ Լսեցիք, որ բարի գործերին ատանում հավիտենական կյանք, իսկ չար գործերը հակառակ տեղը։ Փառք Տիրոջ, սիրելիներս։ Ու գիտեք ինչ է ասում Գաղատացիների մեջ։ Գաղատացիների մեջ ասում է այսպիսի հետաքրքիր նորից բարի գործերի հետ կապված։
Եվ չձանձրանաք Գաղատացիների 6-րդ գլխի 9-ից 10-րդ խոսքերը։ Եվ չձանձրանաք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Նորից խոսում է, այնտեղ խոսում էր հարատևեք, մնացեք, այստեղ խոսում է, եթե չթուլանաք, այսինքն գնաք առաջ դրա մեջ, չհիասթափվեք, չհանձնվեք։ Ուրեմն, քանի որ ժամանակ ունեք, բարին գործեցեք ամենին, մանավանդ հավատքի ընտանիներին։ Տեր ասում է, այսօր ես ու դու ժամանակ ունենք, այսօր երանության մեջ ես դու, որ այսպիսի խոսք է խոսվում, ասում են քեզ, որ դու ժամանակ ունես բարին գործելու սիրելիներս։ Ուրեմն, քանի որ ժամանակ ունենք, բարին գործենք սիրելիներս։ Ես կխնդրեմ։ Փառք Տիրոջը, մեր եկեղեցին գնալու է բարի գործերի մեջ։ Մեր նպատակն է, որ բոլորս միասին հարատևենք, չհանձնվենք ու գնանք բարի գործերի մեջ, որովհետև քո գործերով կդատապարտվես, քո գործերով էլ կարդարանաս սիրելիս։ Գործերը դրվելու են ու ասում եմ Հռոմեացիների 12-ի 21-ում գիտեք ինչ է ասում։ Մի հաղթվիր չարից, այլ բարով հաղթիր չարին։ Գիտես, չարին երբեմն ուզում ենք չարով հատուցանենք, բայց Աստվածաշունչը ասում է բարով հաղթիր չարին։ Միտեղ էլ ասում է բարի գործեր արա, բարություն արա, ասում է կրակի կայծեր կդիզես անխելք մարդու գլխին։ Ասում է կպապանձեցնես անխելք մարդու տգիտությունը, քո բարությունով, չի ասում քո ուժով, քո լեզվով։ Մի հաղթվիր չարից, այլ բարով հաղթիր չարին։ Այսպես է ասում Աստծո խոսքը սիրելիներս։ Փառք Տիրոջը, բարի անուն ունենանք։ Բարի անունը իրոք ամեն բանից թանկ է։ Անունը գումարով չես կարող ձեռք բերել, սիրելիս։ Այս վերջերս չգիտեմ, շատ եմ խոսում անունից։ Եթե դու մտածում ես, որ քո մոտ մի բան այն չի, գիտես, Քրիստոսը հենց դրա համար մահացավ եւ հարություն առավ, որ այդ շնորհքը տա, որ ամեն մեկս ունենանք։ Տերը կարող է բարձրացնել քո անունը։ Տերը կարող է։ Մնա Քրիստոսի մեջ, մնա այդ որդատունքի մեջ ու կտեսնես ինչքան հրաշքներ է լինելու, ինչքան կյանքը գեղեցիկ է դառնալու, կյանքդ քո գեղեցկությունը լավ ապրելու, ոչ մեկից կախված չի լինելու, սպասումդ էլ ոչ մեկից չի լինելու, որովհետև դու գիտես ում հետ ես ապրում, ես ուզում եմ սա համարձակ ասեմ, սպասումդ ոչ մեկից չի լինելու, երբ որ դու ճանաչես, իմանաս, որ դու այդ որդատունքի վրայի ճյուղն ես, և քո հայրը մշակն է, ժամանակ առ ժամանակ գալիս է, որ իրա երեխեքին, այդ պտուղներն է, որ բերում ենք մենք, այդ մարդիկ նորեր, որ գալիս են, պահողը Աստված է, մենք չենք սիրելիներս, հայր Աստված իրա ծածկոցի տակ ամեն մեկին պահում է, Փառք Տիրոջը սիրելիներս, հիմա խնդրում եմ ոտքի կանգնես, մեր պաշտամունքը դեռ չի վերջացել, մենք մի աղոթք կանենք և խնդրում եմ այդ աղոթքից հետո ուղղակի մտնենք երկրպագության մեջ, թողնես ամեն հոգսեր, ամեն խնդիրներ, ուղղակի միաբան երկրպագենք Տիրոջը, գիտես, ոչ մի բան մի խնդրիր, Տիրոջ հոգին երբ որ հպվում է քեզ, ինքը կհեռացնի քեզնից ամեն դժվարություն, ուղղակի հանձնվիր, ասա ես հանձնվում եմ, ես գալիս եմ քեզ երկրպագելու, շնորհակալ ենք Տեր իմ Աստված,
Մենք ուզում ենք միաբան երկրպագել քո անունը, որ դու այս գանձը նվիրել ես մեզ, որ մենք ճանաչենք ճշմարտությունը, ազատ ապրենք Տեր։ Ազատ ապրելուց լավ բան չկա այս աշխարհում Տեր։ Իսկ քո խոսքը ասում է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Այնտեղ չկա կապանքներ, չարություն, տանջանք, անխաղաղություն։ Ու սիրելիս, կա մի անուն, որ բարձր է ամեն անունից։ Կա մի անուն, որ մեծ է ամեն անունից։ Կա մի անուն, որ վեր է ամեն անունից։ Այն բարի անունից վեր է այն անունը։ Եկեք երկրպագենք նրան, անունը քո բարձր է։ Անունը քո բարձր է, անունը քո վեց է, անունը քո վեր է ամենի, բոլոր գահերից վեր, բոլոր գահերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենի, անունը քո վեր է Տեր, անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից, ամեն, բոլոր գահերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենից, մենք գոչում ենք քեզ միաբան, Սուրբ ես, միաբան երգում ենք քեզ, Սուրբ ես ամենի, Հալելույա, Սուրբ ես հավերժ Տեր, մենք երգում ենք քեզ, մենք երգում ենք քեզ, Սուրբ ես, թագավորն ես մեր, Սուրբ ես, հավիտյան ես դու, Սուրբ ես արքա մեր, մենք երգում ենք քեզ միաբան Տեր, մենք երգում ենք քեզ, Սուրբ ես, թագավորն ես մեզ, ամեն, Սուրբ ես, հավիտյան ես դու, Սուրբ ես ավեր, անունը քո բարձր է Տեր, անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից, բոլոր գահերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենից, անունը քո Տեր, անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից, բոլոր գահերից, բոլոր ամեն ուժերից վեր ես դու Տեր, ուժերից վեր, անունը քո վեր է ամենից, մենք գոչում ենք քեզ Տեր, միաբան, քեզ գոչում ենք դու, Սուրբ ես, միաբան ես
երկում Սուրբ ես վերես ամենից Սուրբ ես հավերժ Տեր Մենք երգում ենք քեզ Տեր Մենք երգում ենք Հալելույա Սուրբ ես Թագավորն ես մեր Հալելույա Սուրբ ես Հավիտյան ես դու Սուրբ ես ապել Մենք երգում ենք քեզ Տեր Մենք երգում ենք քեզ Սուրբ ես Թագավորն ես մեր Սուրբ ես Հավիտյան ես դու Սուրբ ես ապել Անունը քո բարձր է Տեր Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ սրտով Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով Երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ Տերն ես դու Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ սրտով Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով Երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ Տերն ես դու Տերն ես Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ սրտով Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով Երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ Տերն ես դու Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ սրտով Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ մտքով Երկրպագում եմ քեզ իմ ողջ զորությամբ Տերն ես դու իմ Տերն ես դու Երկրպագում եմ քեզ ամբողջ իմ սրտով